Ողջույն, ես Վարդուհի Հովսեփյանն եմ, Family Lab-ի YouTube-յան ալիքում երեխայի անկյուն հաղորդաշարն է։ Այսօրվա մեր թեման ռնգախոսությունն է, ռինոլայլիան։ Ռինոլայլիան ձայնի, տեմբրի և արտաբերական այն խանգարումն է, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի անատոմոֆիզիոլոգիական մի շարք խանգարումներով։ Ռնգախոսության ժամանակ համարյա միշտ առկա է խոսքի քթային երանգը։ Նորմալ հնչարտաբերման համար օդի հոսքը վեր բարձրանալով մտնում է խոռոչ, փափուկ քիմքի և կոկորդի հետին պատի հետ առաջացնում է քմկոկորդային փական, որի շնորհիվ էլ օդը մտնում է բերանի խոռոչ։ Այդ քմկոկորդային փականի ուժը կախված է հնչյուններից։ Փափուկ քիմքը և կոկորդի հետին պատը ավելի ուժեղ են միանում բաղաձայն հնչյունների ժամանակ և ավելի քիչ ձայնավորների ժամանակ։ Տարբերում ենք բաց, փակ և խառը ռինոլայլիա։ Փակ ռինոլայլիան ձայնարձակման խանգարում է, որը արտահայտվում է ձայնի տեմբրի փոփոխությամբ։ Փակ ռինոլայլիայի պատճառներն են քթի խոռոչի և քթմպանի օրգանական փոփոխությունները և քթմպանային միակցման ֆունկցիոնալ խանգարումները, ինչի հետևանքով տարբերակում են օրգանական փակ և ֆունկցիոնալ փակ ռինոլայլիաներ։ Ձևավորվում է հնչյունների արտաբերման ժամանակ ցածրացած քթային ռեզոնանսի դեպքում։ Ընդ որում մ-ն հնչում են ինչպես բ և դ։ Փակ ռինոլայլիայի ախտանիշներից է մշտապես բաց բերանը։ Հետին փակ ռինոլայլիան ձայնարձակման խախտում է, որը առաջանում է ադենոիդների մեծացումից։ Մեծացման արդյունքում փակվում է վերին եզրի շնչուղին, դրա կեսը կամ ամբողջությամբ։ Հետին փակ ռինոլայլիան կարող է լինել փափուկ հյուսվածքի և որոշ բորբոքումներից հետո կոկորդի հետին պատի միաձուլման արդյունք։ Առաջնային փակ ռինոլայլիան ձայնարձակման խանգարում է, որը առաջանում է քթի միջնապատի խախտումից, քթում գտնվող պոլիպներից և հարբուխից, կարող է լինել կարճատև և երկարատև։ Բաց ռինոլայլիան ձայնի տեմբրի պաթոլոգիական փոփոխությունն է և հնչյունների աղավաղված արտասանությունը, որը տեղի է ունենում, երբ փափուկ հյուսվածքը հնչյունների արտասանության ընթացքում հետ է ընկնում կոկորդի հետին պատից, թողնելով մեծ անցք։ Հաջորդը խառը ռինոլայլիան է, երբ քթի խոչընդոտմանը զուգահեռ առկա է նաև անբավարար քիմք կլանային կափարիչ, արտասանության մեջ դա արտահայտվում է քթի ռեզոնանսի նվազմամբ, հիմնականում ռնգային հնչյունների, միաժամանակ աղավաղելով մնացած հնչյունները, որոնց տեմբրը դառնում է այնպիսին, ինչպիսին բաց ռինոլայլիայի ժամանակ։ Տարբերում ենք առաջնային խառը ռինոլայլիա և հետին խառը ռինոլայլիա։ Երկու